Այսօր ես մի անգամ էլ համոզվեցի, որ մանեն փոճոր ժամանակ եմ սարսե թագուի մուրցիկի տակ ամենացել։ Իսկ տնեցիներին ասել ես, որ Լևոնը չի աշխատելու։ Քո կարծիքով, երբ տանը ցած խառը իրավիճակա, ես պետք է ինչ-որ բանվորների հարցով զբաղվեմ։ Ես մեկ ինչ ես տենց կատաղած չեմ հասկանում։ Ախր կյանքումս ես տենց սառնասիրտ աղջիկ հանդիպած չկա։ Խթրվածը դրանից աղջիկ։ Այդ դեպքում պակաս ես ինձ վազկա ինչ-որ տան աշխատողի պատճառով։ Բա ինչ է դեպս դուրս եկար։ Ես? Ես չեմ նկատել, որ ինքը դուրս ա եկել։ Բայց մի բան հաստատ է, որ մանեն սիրելու ընդունակ չի։ Շատ դառը որից այդ աղջիկը, շատ։ Ու հետո ով է այդ, որ մի հատ էլ ես իր համար անհանգստանամ։ Սովորական բանվոր ա, թող գնա բանվորություն անի իր օրվա փողը վաստակի։ Բայց ձեռքս անտաշ։ Ինձ էլ թվում է այն միջնեկն ա քո այդ խաղեր տալիս։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե դու շարունակես նույն կերպ վազել Լևոնի հետևից, ես ամեն ինչ մամային կպատմեմ։ Էթնիկան Լևոնի սիրուհին է։ Պարզ երևում է այն միջնեկ աղջիկը մանե ա ինչա։ Խփնվել ա քեզ։ Նա տեղից չշարժվի, քո սև գործը արա էլի։ Դու սիրահարվել ես Լևոնին, չես կարողանում դատակցնել։ Այն հարիվ սևակին էլ օգտագործում ես խոփանալները իրագործելու համար։ Սադուն, ինձ քո հետ մի շփոթի խնդրում եմ։ Քո մտքով ո՞նց կարող են ասել, որ ես կարող եմ սիրահարվել ինչ-որ կեղտոտ բանվորի։ Հասկանում ես ինչ ես խոսում, դա ուղղակի աբսուրդ է։ Հաստատ ինչ-որ մի բան ա եղել քո ու Լևոնի մեջ, որ դու մինչև հիմա փրփրած ես։ Սա հազար անգամ արդեն ասացի ոնց ա եղել։ Եթե այդ ապուշը նորմալ մեքենա վարեր ու ազդանշան չտար, ես չէի վախենա ու չէի գնի։ Ինչ պիտի լինի է։ Խելոք չպայեց ես որոշեցի մի քիչ դաստ։ Գիտես ինչ չեմ հասկանում։ Ինչին եղբայրներով իրաց նես պահում, ոնց որ այս տունը եկել ոչ թե բանվորություն անելու համար, այլ մեզ դասեր տալու։ Այդ մենք պետքա դրանց նենց դաս տանք, որ իրաց տեղն ու դիրքը չմոռանան։ Ինչ է դրանց պատճառները մանգալիս։ Շատ էլ լավ ա, որ չեն գալու։ Նրանց ինքնահավան դեմքներն էլ չենք տեսնի։ Ու ավելի լավ, սրանց մունա դեմքեր չեն գտել։ Էդ էլ կմնա ինձնից հիշատակ։ Ոնց ես դու ինձ ու այդ փոշոտեն իրար կողք պատկերացնում։ Որն աչքը մեզնից չի կտրում։ Դրա համար էլ ասում եմ արի գնանք ստեղից։ Ամեն չգիտես քուրդ հիստերիկ ամեն վարքյան կարասնի մեկ շոու սարքի։ Ես ես քրիչս մասի խոսում։ Մի խոսքով Նիկայի մոտ էի գնացել կլուբ, եկել եմ մանեն ու սաթեն էի գան, իրանց լոխերի հետ։ Էն է, որ գոնքի օրը պոչերին կպած ֆրֆռում էին։ Ու ոնց հասկացա դրանք ընտանիքներով շատ մոտ են իրար հետ։ Հա, համատել կսպանի եթե իմանա մեկ ընկերություն ենք անում։ Էլ չեմ ասում քուրդ։ Չգիտեմ են երկու եղբայրը ոնց, բայց Լևոնը էլ ես ում ոտք չի դնելու, դա հաստատ։ Մանե։ Լսի, ես միշտ կատակի եմ տալիս, բայց կարող է իսկապես Լևոնի հմայիչ շպիտը քեզ նենց է գրավել, որ դու քո զգացմունքները արտահայտում ես ագրեսիայի միջոցով, հա՞։ Մարդ գլուխ չի հանում այս աղջկանից, լրիվ ուղեղը գցած ա։ Սորտ այս աղջիկը։ Էլ չկա սրանավան։ Շուտ արի գնանք ստեղից, քանի համը դուրս չի։ Ու հետևից գում եմ, ամեն նայում մեջ։ Մանեի մասին խնդրում եմ մոռացի։ Շատ դժվար բան ես ասում, բայց կփորձի։ Ես մեկը ոնց ա ներվերից ազդում, քիչ շատ ա ցցած։ Ես մեկը լրիվ օծի գծած ա։ Թույն ա շնչում։ Լևոնը քո դուրը գալիս է, ու դու չես կարողանում թաքցնել։ Խնդրում եմ ինձ քո հետ մի շփոթի, լավ։ Ոնց կարող էր մտքովդ անցնել, որ ես կարող եմ սիրահարվեմ ինչ-որ բանվորի։